Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է արհեստական բանականություն, իսկ ձայնը ամբողջությամբ փոփոխված է, հայտարարել է փաստաբանը։ Նրա խոսքով փորձաքննության եզրակացությամբ տեսանյութի ֆայլերը մշակված ածանցյալներ են եւ չեն հանդիսանում բնօրինակ նյութ։ Տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ բովանդակությունը կառուցված եւ մանիպուլացված թվային արդյունք է։ Փաստաբանը նաեւ նշել է, որ փորձաքննության պատասխանները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ Ըստ նրա, մի քանի անկախ ցուցիչներ վկայում են, որ նյութը ստեղծվել կամ վերամշակվել է մասնագիտացված ծրագրերով եւ ունի արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման հատկանիշներ։ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, կոտրելով խաչքարերից առնվազն մեկը եւ պոկելով սրբապատկերները։ Գեղարդ հիմնադրամը սա դիտարկում է որպես հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ մշակութային ցեղասպանության շարունակություն։ Նշվում է նաեւ, որ միջազգային կառույցները բավարար ուշադրություն չեն դարձնում հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանությանը։ Մինչդեռ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ որպես բազմամշակութային եւ հանդուրժող պետություն, քողարկելով հայատյաց քաղաքականությունը եւ մշակութային կոթողների ոչնչացումը կամ յուրացումը։ Արարատի մարզում 20-ամյա երիտասարդը BMW-ով Երևան երասխավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելքներին եւ շրջվել, հայտնվելով հողամասում։ Վարորդը տեղում մահացել է, դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցներ։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ֆոտոլրագրող Շամշյանի տեղեկություններով վարորդը ծառայել է Պաշտպանության նախարարության զորամասում եւ վարելու իրավունք չի ունեցել։ Հայաստանում սուշնչառական վարակները ակտիվացել են բոլոր տարիքային խմբերում։ 2026 թվականի 7-րդ շաբաթվա ընթացքում ծանր դեպքերի թիվը հասել է 78-ի, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 18%-ով։ Սուշնչառական վարակների նոր դեպքերը կազմել են հոսպիտալացվածների 9%-ը, մինչև 5 տարեկան երեխաները կազմում են դեպքերի 55%-ը։ 4 փոքրիկ հիվանդ ընդունվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, մահվան դեպքեր չեն գրանցվել։ Հայաստանում շարունակում է շրջանառվել ռեսպիրատոր սինցիթիալ վիրուսը, ռինովիրուսը, պարագրիպի վիրուսը, գրիպի ակտիվությունը նվազում է։ Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված ավտոտնակներ, որոնք տարիներ շարունակ զբաղեցրել էին համայնքային տարածքները։ Քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ ազատված հատվածները կբարեկարգվեն եւ կստանան նոր տեսք։ Նախատեսվում է իրականացնել կանաչապատում եւ տարածքի ընդհանուր բարեկարգում։ Ծրագիրը միտված է համայնքային տարածքների արդյունավետ կառավարմանը եւ քաղաքային միջավայրի բարելավմանը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։